Սեդան փախչում է, բայց Սուջին հարցնում է, թե ինչպես է նա նստել իր մեքենան։ Սեդան կասի, որ իրեն խաբեությամբ են նստեցրել մեքենան, սակայն Սուջինը ասում է, որ դու դեռ ժամանակ ունես, եթե ինչ որ բան թաքցնում ես, կարող ես ինձ ասել։ Սեդան կասի, որ Մինասի կյանքը վտանգի տակ է, քանի որ աղջիկը ուզում է սպանել նրան եւ նույնիսկ փորձել է դա անել։ Սա լսելով Սուջին զարմացած հարցնում է. Ինչպես գիտես այս ամենը։ Սեդան պատասխանում է. Հիմա բացատրելու ժամանակը չէ, այնպես որ մենք պետք է գտնենք Մինասին։ Դրանից հետո Սուջին եւ Սեդան միասին են պարզում, թե որտեղ է Մինասը։ Սուջին ասում է, որ նա պետք է լինի այնտեղ, որտեղ աղջիկն է։ Այսպիսով նրանք ուղղվում են դեպի գրասենյակ, բայց ավելի ուշ իմանում են, որ Մինասը որոշ ժամանակ առաջ ելքել այդ գրասենյակը։ Սեդան հարցնում է. Ինչ անենք հիմա։ Սուջին զայրանում է եւ սկսում գոռալ նրա վրա։ Սեդա, եթե դու արդեն գիտեիր այս ամենը, ապա ինչու չասացիր ինձ, դու էլ ուզում ես, որ Մինասի հետ ինչ որ վատ բան պատահի։ Սա լսելովը Սեդան սկսում է լաց լինել եւ ասում, որ եթե ես Մինասի մասին որևէ վատ միտք եմ ունեցել, ապա ինչու պետք է քեզ այս ամենը պատմեմ, եւ ես ինքս ուզում եմ, որ Մինասը անվտանգ լինի։